որպես Արցախի հանրապետության նաև ներկայացուցիչ, Արեգա, տեսանք, որ այո, միջազգային հարթակներում այս խոսույթը նաև ուղղված էր Արցախի հանրապետության էջը փակելու, վերջնականապես Ղարաբաղյան շարժումը փակելու մասին։ Դուք որպես արցախցի ինչ եք զգում այս պահին եւ այո պետք է գաք այստեղ հարմարվեք այդ կոչը ինչքանով է այսպես օբյեկտիվ ձեր բարագայում։ Երկրորդ հարցը ինչ այսինքն օբյեկտիվ։ Պետք է գան տեղավորվեն Հայաստանում, ոնց որ իրավիճակին այսպես համակերպեք, այդ էջը փակվի գնա։ Նախ Արցախի էջը ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ կառավարություն, ոչ մեկ խմբակ։ Արցախը ամբողջ հայության համար ա եղել արժեք ու կա արժեք։ Դա մի մարդու որոշումով կամ մի կառավարության որոշումով չի կարող լինել։ Բոլոր հարցումներն են ցույց են տալիս, որ հայ ժողովրդի համար Արցախը շարունակում է մնալ արժեք, Արցախը շարունակում է մնալ ցավ։ Հետևաբար մի մարդու հայտարարությունները չեն կարող ազդել մի ամբողջ ազգի ճակատագրի վրա։ Դա առաջինը, իսկ երկրորդը ես ինձ համար անձամբ կարևոր եմ համարում են, որ արցախցիները մնան մայր Հայաստանում, որովհետև մենք կարողանանք ստեղծել այն բոլոր արժանապատիվ պայմանները, որպեսզի արցախցիները եւս մեկ անգամ չհայրենազրկվեն Հայաստանը լքելով արդեն գնալով ամբողջովին գնալով Հայաստանից։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ եւ այդ պայմանները նաեւ ներառված է մեր ծրագրում Սամվել Կարապետյանի առաջարկած 300,000 աշխատատեղերի, բնակարանների, բիզնեսի արտոնությունների հետ կապված, որոնցից որ արցախցիները կարող են օգտվել եւ արժանավայել կյանք ապահովել Հայաստանում։ Սա մեզ համար գերակա խնդիր է, արցախցիների իրավունքների պաշտպանությունը, հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Իսկ թե այն մի հոգով չի որոշվում ամբողջ մի ազգի ճակատագիրը։ Տեսանք օրինակ, որ Արցախյան հարցի վերաբերյալ անհանգստացող անձը, ով Արցախի հակամարտության վերաբերյալ գիրք նվիրեց ԱՄՆ փոխնախագահային առանց աշխատանքի։ Տեսեք, այո, դա ինչ-որ արտառոց դեպք չի այսօրվա Հայաստանում, որովհետև այսօր Հայաստանում այն ամենը, ինչ վերաբերում է հայկական արժեքներին, այն ամենը, ինչ որ վերաբերում է Հայաստանի հարատևությանը, դրանք հարձակումների եւ ասպատակությունների տակ են։ Այո, երբ որ մարդ խոսում է Արցախից, երբ որ մարդ գիրք է նվիրում Արցախի վերաբերյալ, նա ազատվում է աշխատանքից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների խախտում, մարդու ազատ խոսքի խախտում։ Հենց դրա համար ենք մենք այսօր այստեղ հավաքվել։ Հենց դրա համար ենք մենք այսօր այստեղ, որպեսզի այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը մեկ ուրիշն է, մյուս օրը մեկ ուրիշն է, որ սա վերածվելու մի մեծ շղթայի, որի որ վերջը արդեն չի երևում։ Մի օր պետք է սա դադարեցվի։ Մի լիդեր պետք է լինի, որ դուրս գա ու ասի, որ մենք համաձայն չենք այս ամենի հետ, որ մեր իրավունքները պետք է պաշտպանվեն։ Հենց դրա համար է այսօրվա մեր պիկետը, հենց դրա համար է մեր ամբողջ պայքարը, որ Հայաստանում հայը լինի հարգված ու արժանապատիվ։